Վերջերս Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հրավերով իդեմ ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Սարգսյանի Հայաստանում էր միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ավտոսպորտի և մոբիլության ոլորտների բարձրաստիճան պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Վալերիո Իաչիցին, միջազգային ավտոֆեդերացիայի սպորտի գծով գլխավոր քարտուղար, Դիանա Դյումուան, միջազգային ավտոֆեդերացիայի անդամների հետ հարաբերությունների և զարգացման տնօրեն և Ստեֆանո Ամիրատին, միջազգային ավտոֆեդերացիայի ճանապարհային անվտանգության և գլոբալ նախաձեռնությունների տնօրեն։ Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին ավտոսպորտին, ճանապարհային անվտանգությանը, երիտասարդների կրթությանը և զարգացմանը վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում պատվիրակության անդամները բարձր գնահատեցին ձեռքբերումները, Հայաստանը բնութագրելով որպես զարգացման և առաջնորդության օրինակ։ Ընդգծվեց նաև շարունակական ջանքերը ձեռքբերումներն ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ։ Քննարկվեցին նաև FIA University համալսարանական և կրթական գրանտային ծրագրերին հայ ուսանողների մասնակցության հնարավորություններն ու մոդելները։ Հատուկ ուշադրության են արժանի միջազգային ավտոֆեդերացիայի Affordable Cross Car ծրագրի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումները։ Այս ծրագիրը սահմանափակ հանձնարարականներ է տալիս տեղական ֆեդերացիաներին տեղի ուժերով մատչելի քրոս քարերի արտադրության հարցում։ FIA-ի տեխնիկական մասնագետների խումբը Պոլ Պուժոլի ղեկավարությամբ տարբեր էքստրեմալ պայմաններում անցկացված փորձարկումների արդյունքում բարձր գնահատականի արժանացրեց Subaru Motors Armenia ընկերության կողմից կառուցված քրոս քարի մոդելը, իսկ ընկերության տեխնիկական անձնակազմը Տիգրան Մկրտչյանի գլխավորությամբ ստացավ լիցենզիա տարածաշրջանում այլ ֆեդերացիաների կողմից հրավիրված դասընթացներ անցկացնելու համար։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի առաջիկա պլաններից գլխավորը քրոս քարերի արտադրություն կազմակերպելն է, որը հնարավորություն կտա անցկացնել ազգային առաջնություններ։ Այս առաջնություններն էլ իրենց հերթին հնարավորություն կբացեն աշխարհի քրոս քար առաջնությունների փուլերից գոնե մեկը անցկացնել Հայաստանում։ Դե ինչ, մաղթենք հաջողություններ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային իր նախաձեռնություններում։